Երբ եք բացվել։ Անցած տարի ենք բացվել, վերանորոգումից հետո, բայց անցած տարի ամբողջ մարտից սկսած մինչև տարվա վերջ բավականին գործունեություն ենք ծավալել, մի քանի նկարներով փորձել ենք դուրսել, որտեղ բնակիչներն են հետաքրքրում, թե ինչա տարբերվող է նորամուծություն է իրենց համար, ոչ ֆորմալ կրթությունը կամ հենց երիտասարդական կենտրոնի մոդելը։ Անցած տարի համայնքապետարանի աջակցությամբ նաև խոշոր ծրագրեր ենք արել, որտեղ միավորել ենք խոշորացված համայնքի բոլոր բնակավայրի երիտասարդներին։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ոնց եք։ Ինչ եք անում հիմա։ Խնայողություններ խաղում։ Բարև ձեզ։ Լավ ստացվում է։ Այո։ Շատ լավ։ Կենտրոնական բանկի ծրագրին ենք մասնակցել, խաղում նման ենք ստացել։ Սենց։ Բարև ձեզ։ 20 միլիոն գրանտ եք ստացել, հա։ 25924 եղելապետության ֆինանսավորումը 5 միլիոն դրամ համայնքապետան արդեն դրսի աշխատանքների եւ մեր կազմակերպությունից 2-4 Ինչքան շահառ ունեք, ինչքան մարդ է գալիս։ Բարև ձեզ։ Այս տարվա սկզբից մինչև հիմա 1200-ից ավել այցելություն ենք ունեցել, բայց հիմնական շահները, որ բոլոր ծրագրերի միշտ են 30-ից 50 պարբերաբար ունեցել։ Այս բանը ինչքան մարդ կա, բացի իրանցից 34-ը գրանցված է 3 հասկետ շարժեն։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հավեն որտեղ ենք բարևել այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք։ Հիմա ինչ եք անում։ Նստեք։ Ձեր կյանքում ինչ է փոխել երիտասարդական կենտրոնը։ Նախկինում որտեղ եք հավաքվում օրինակ։ Այդ է ասում։ Այսինքն նախկինում չունեիք տեղ, հիմա ունեք։ Գալ իսկ ժամբան կա, հա, թե միջև ուշ աշխատում, բացա։ Սովորաբար մենք աշխատանքային որպես գրաֆիկ ունենք 9-ից 6-ի 3:30-ից հետո համարում ենք երիտասարդական ծառայությունների մոտությունը, որպես երիտասարդական աշխատանք հենց այդպես, բայց մենք շաբաթ-կիրակել ենք անում, հաշվներ ենք անում, կրթական ճամբաժներ ունենք, այսինքն համային սահմանափակում չունենք, ընդ որում 13-ից 35-ի առումով տարիքային սահմանափակում չկա այդ հատվածում բոլորը կարող։ Ու համայնքը ծրագիր ունեցանք հենց այդ մեր իրանք օրինակ բոլորը մասնակցել են, այդ ներուժ ծրագիր արեցինք, բոլոր խոշորացված բնակավայրի գյուղերից եկան ինտելեկտուալ խաղաղություն են կազմակերպել, պարբերաբար վերջում այդ ֆինալը ունեցան, որոնք շփվեցին միասին, որոնք այդ ծրագրերի մասնակից։ Համայնքները շատ ակտիվ աջակցություն կերպ։ Շատ լավ է, շատ լավ է։ Եղավ, երբ այնց եք գործում։ Անցած տարի մարտից սկսել ենք գործել այս պայմաններում, բայց մինչ այդ էլ ենք իրականում գործունեություն ծավալում, բայց այս վերանորոգված ու կահավորված վիճակում այս Այսինքն գրանտային ծրագրի մասնակցել եք։ Իսկ տարածքը ումն է։ Տարածքը համայնքին արվածուն քարոքսի նվիրաբերել ենք, օգնել ենք, այս տարելելի գումարով օգնում ենք։ Այսինքն առանց համայնքապետան ու էսի լավագույն համագործակցության ձեռնապետություն համայնք ու ՍԿ-ի մենք այդ արդյունքը տեսնում ենք ու ես երկրորդ հարկներ են բավականին շատ Ինչ։ Երկրորդ հարկներ են ուզում։ Շատ լավ։ Շատ լավ։ Եղավ դե հաջողություն ձեզ։ Հա։ Երեխաները գնդասար հկն մեր գործընկերը WWF-ն է Հայաստանը եւ զբաղվում ենք վայրի բնության պահպանությամբ Էսով է նկարել օրինակ։ Սա մեր ֆոտո աշխատակիցների կողմից տեղադրված ֆոտոթղթակարտներն են նկարել, որքանով է երեխաների մասնակցությունը հկն կոնկրետ ունի իր աշխատակարգը, բայց ունենք նաև երիտասարդական ակումբ, ուզում եմ երեխաները մի փոքր ներկայացնել։ Համեցեք։ Իհարկե գնդասարի հիմնական նպատակը վայրի բնության հետազոտությունը պահպանումն է, բայց մենք որպես երիտասարդական ակումբի անդամներ ունենք մեր առանձին նպատակը սահմանած, դա հանրության էկոկրթության մակարդակի բարելավումն է, ինչը ուզում սրանով
ասել, մեր հիմնական նպատակը, երիտասարդների հիմնական նպատակը մեր տարիքի երիտասարդներին, ինչպես նաև մեզանից ավելի ցածր տարիքի երիտասարդներին իրազեկել մեր շուրջ կատարվող էկոլոգիական երևույթների մասին եւ իրենց մեջ հոգատարություն ու սերմաներ վայրի բնության, ինչպես նաև հենց մեր յուղի մասին։ Մեր հիմնական նպատակը սա է։ Մենք նաև բաններես կողտացիոթի համաժողովին ենք սկսում պատրաստել։ Հա, կենսաբազմազանությունը էս մեր զանգակատան համայնքում մեկ բնապահպանական տարածք, մեր Սյուզեն Հկայի ղեկավարն է, այդ Բեզոյան հատերից արդեն մի քանի սուրյով, 30-40 հատեր տարբեր արդեն այդ իր շնորհիվներն արդեն ինքը շատ լավ քանակով կա արդեն շատ լավ մենք այդ հայկական մուֆլոնի հետ կապված խնդիր ունենք արդեն Մենք առաջին անգամ ինչ խնդիր մուֆլոնի հայկական ծննդարանը մեր տարածքում որ կան որ վերականգնվի հա Աղջաբանից կարծես այստեղ ծնում են նորից Այսինքն իրենք հարմար ապրելավայր է իրենց համար, պարզապես մինչ այս 2018 թվականից ենք զբաղվում այս բնապահ, մինչև այդ տարածքները հատուկ պահպանվող տարածքներ չէին համարվում։ Դրա արդյունքում մենք մոնիթորինգներ ենք անում եւ ունենք աճ, առաջին անգամ տարածքում տեսել ենք լուսան, ֆիքսել ենք ընձառյուծ եւ մեծ հույս ունենք, որ նկատում ենք կենդանիների շարժ եւ աճ, դա ողջունելի է, իսկ երեխաների մասնակցությունը արդեն անգնահատելի է, որտեղ համոզված ենք, որ բնապահպանությունը 2-3-10 հոգով չենք կարող անել, այլ լուծումը սա է, որ մենք Մոնրեալի նպատակներից մեկին հասնելու համար մենք տեսնում ենք, որ պետք է բնապահպանական կրթություն տանք ամենափոքր տարիքից սկսած։ Բանջարներն ուզում հատկապես նշեմ հենց այս օրինակը ու առաջ անգամ չի որ իրանք ստեղեն, այսինքն այս կենտրոնը դարձել է մենք միջավայր, որտեղ բոլորս համագործակցության արդյունքում բժշկական քոլեջ ուսանողները հենց ՕԴԻ-ից, ՈԿՖ բանավանից, երիտասարդներ զանգակատանից, այսինքն այն կենտրոնն է, որ միավորում է բոլոր այդ ստեղծագործ խմբերի որոշակի այս ոլորտում, երիտասարդական ոլորտում, ով ինչ անում է, մենք ասում ենք, որ սա բոլորին է, ձերն է, ոնց որ պետությունն ասում է ձերն է ու գնացեք օգտագործեք, մենք էլ բոլորին ասում ենք ու բավականին շատ ունենք համագործակցություն, սա օրինակներից մեկն է։ Շատ լավ, ուրախ եմ շատ։ Ինչքան խնայեցիք։ Մեքենան առանց քասել ավելացա։ Ինչ առանք։ Այս պարոն Փաշինյան, Ընտանիքի նպատակ։ խնայողության խաղը կենտրոնական բանկի կողմից է, էլի մշակված։ Իսկապես մենք որպես ընտանիք մեր ծախսերը, բանկային հետ գործարքները։ Սև ցուցակ չգնա։ Սև ցուցակ չգան, վերջում է դաշտի տատիկը մահաց չմահացավ։ Այդ կարևոր։ Տատիկն եմ ասեցի, իսկ առողջապահության Ճիշտ է, դրա համար, այո, դրա համար էլ դրա համար օգտվում էր մեզ էլ ինքը sense պլյուսներ ունեցան, դրա մեր կյանքի առողջության ապահովագրությունից օգտվեց, առողջությունը կարգավորեց, թոշակը ավելացավ, անկանխիկ առևտուրը արեցիք, հետ վճարը ստացավ։ Դրա համար կյանքի որակ։ դրա համար մեր կյանքի որակը 40 հասանք մինչև կյանքի որակը բարելավ։ Շատ լավ է, առաջ։ Քարտեզներից կարող եք տալ։ Քարտեզ ունենք, քարտեզ բերելի։ Իսկ սկզբանե ծրագրով եկեք ամենից հանդիպելու համար։ Շատ լավ, ուրախ եմ շատ։ Մենք Ֆինանսական գրագիտությունը որ տարիքի երեխեքի հետ է կանում ավելի փոքրերի հետ եք, չէ՞։ 16, մենք 16 տենց։ Ֆինանսական գրագիտությունը վերջի ծրագրի մասնակցություն Մեկ էլ զորամասում եք իր հետ հանդիպել։ Ես ծառայության ժամանակ է Վարդենից։ Ուրախ եմ։ Լավ եք։ Իսկ շենքի մնացած հատվածում ինչ է, մանկապարտեզ, դպրոց։ Հա։ Այս սոդի բանավանը կոտնազեսայի մեծ խնդիր ուներ, ամբողջ շենքի տակը բաներ։ Մենք հիմա մաքրման կայանենք ցավը, որ աշխատում է, ամբողջ է 4 վիճակում այս բանը։
Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մենք ձեզանից։ Բարև եկեք։ Շնորհակալ ենք ձեզանից։ Մեզ այս որ 68 տվել եք, շնորհակալ ենք։ Շատ լավ։ Շնորհակալ ենք։ Ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մեր ոստիկանները ձեռով պահեք, վարչապետ ջան, որովհետև առողջ լիներ, ամբողջակ լիներ։ Վարչապետ ջան, խաղաղություն բերեք մեր։ Մենք խոսացեք էլի։ Մեր երկրի խաղաղությունը։ Երեխեքին կամ։ Պարոն Փաշինյան։ Պարոն վարչապետ, Էլի դուրս։ ներեք մոտ հարցը տարելած ես դες Շատ ապրեք, շատ գոհ եք, ուրախ եք, աշխարհը պահում եք խաղաղ։ Ես Անդրանիկն եմ։ Հա, մի վարքյան էլի դուր։ Երեխեք ես վերցրեք, ես էլ վերցրեք։ Խաղաղություն տվեք, ես ժողովուրդը մեղք եմ։ Պարոն վարչապետ, ես Անդրանիկն եմ, յուղ երեքնաբանությամբ։ Զբաղվում եմ անաստապահությամբ։ Ունեմ մոտ 100 գլուխ անասուն։ Տարած չունեմ, էլի որ սարե կամ Ինչ եք ուզում անել։ տարածք եմ ուզում։ Որ տանեմ իմ տավարը անասուն։ Դա համայնքի հետ չի լուծում։ Հա, դիմել եմ, պարոն վարչապետ, չի լուծում։ Երկու տարի է Այստեղ էսենց ոտի վրա։ Դա Գևորգյան Դավիթը ուրա։ Մի հատ տեսեք քաղաքացին ինչ է։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Այսինքն բանում է ասել։ Երեխեքից ոչ եղեկել եք Շնորհակալ եմ։ Շատ գոհ եմ, որ մեր յուղի ճանապարհները մի րոպե սուս մնացին։ Մեր յուղի ասֆալտները սարքել ես։ Դեղերը ձերի ստանում եմ, թոշակներն բարձրացրել ես։ Շատ գոհ ու շնորհակալ եմ։ Առողջություն լինի։ Ես երազել եմ, որ քեզ գրկեմ։ Հաճիկով, հաճիկով։ Ապրես, հավատան։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, լավ եք Ժողովուրդ ջան։ Հաջան։ Բարև։ Ես քո ցավը տանեմ, դու իսկ չանանչես։ Այս ժամանակ, որ ես քո թեկնածուն էի, Արարատում ոչ մեկ ես չէր ճանաչում։ Իսկ Ասլան Ավետիսյանին ոտու տվեցիք ջպել, հետո Ասլան Ավետիսյանին տվեցիք քաղաքապետ, տղին տվեցիք մարզպետի օգնական, ես Գանջիր Հովարյանի կին եմ, որ Ասլանը սպանեցի մարդին, դու ելույթ ունեցար բեմի վրից ու ոչ մի բան չարեցի, ես քեզ խնդրում եմ, մենք ունենք 10 դրող ունեմ իմ տան մեջ, ես քեզ հարգում էի, սիրում էի, 10 դրողից ոչ մեկ չի դրի քեզի, որովհետև գո Ասլանին տեղ տվիր, Ասլանը սպանեցի մարդին։ Լսում ես ցավը տարիմ, չէ որ այն ժամանակ ես քո կողքին էի կայնած, որ Արարատում ոչ մեկ չկա։ Ես ձեր հարցը բարձրացրել եմ, իրավապահները քննել են, ես չեմ կարա մտնել քրեական գործերի մեջ։ Ասում է, այո, ես եմ սպանել։ Ես ձեզ ցավակցում եմ, բայց չեմ կարա։ Ասում է, ես եմ սպանել, բայց մի կայն ասում է, ես քեզ բադի կտամ։ Ես ցավակցում եմ։ Լսի, կներես, 1,500,000 էլ ինձանից փողով պահանջում ես մարդը, որ ես ապացուցել եմ, որ ես 1,500,000 կտամ իրար։ Շատ լավ։ Գերիների հարցը երբ պետք որոշվի։ Ընթացքում կորոշվի։ Խնդրում եմ մեր գերիներին ազատեք բերեք, էլի։ Պարոն վարչապետ, մի րոպե լսեք, էլի։ Որ ճանապարհով գալիս եք, երևի նկատեցիք, չէ՞, Երասխավանում, Սևակարում, լիքը սինու տները չէ սարքած։ 16 միլիոնի ծրագիրն է։ Մի ցավոք իմ նման բազմազավակ հայր եմ, իմ նման լիք ընտանիքներ այդ ծրագրի չեն կարող օգտվել։ Գացի գարիսկի չեն կարող, որովհետև հարուստը գալու է քասիբետ մասնակցում է աճուրդին, բնականա հարուստն է կրել։ Այդտեղ աճուրդ չկա։ Աճուրդ առաջինը չկա աճուրդ ընդդեմ։ Ես քիչ չեմ կարող օգտվել մեծ ծրագրից։ Ես չեմ կարող։ Չեմ կարող։ Դու որտեղ եք ապրում։ Ես ապրում եմ Սուրենավանում, Վարդուր եմ մնում Ստեղարատում։ Դե եղբայր հազարավոր մարդիկ օգտվում են, բայց ես չեմ կարող օգտվել։ Դե հիմա ձեր հանգամանքը առանձին պետք է նայել, բայց մենք բազմազավակ ընտանիքների համար հիմա
Մեր նախընտրական ծրագրումները առել ենք, քանի երեխա ունեք։ Ես ունեմ 5, բայց ձեր ծրագրում տալիս է որ 6-ից բարձր 5-ը Դե 6-երի հարցերը լուծենք, հետո 5-երի հարցերն է կլուծենք։ Լավ է։ Ստեղծուն, շնորհակալ եմ։ Եղբայր պետք է գնանք, ասեք։ Կամաց չկա, միկրոֆոն ավրես ուղիղ եթեր, հա։ Կամացի բան չկա։ Ուչինիս հարցը դրիր տեղը։ Ես կու ցավը տանեմ։ Էդ է ուզում։ Լավ եղեք, լավ եղեք։